Ողջունում եմ մեր թանկագին հեռուստադիտողին եւ ասում եմ, որ Սոնան իրավացի է։ Այստեղ այնքան նուրբ բույրեր կան, այնքան հետաքրքիր համադրություն կա, որ էլ ասելու չէ։ Միացեք մեզ, որպեսզի իմանանք օրվա բաղադրատոմսը։ Ես չեմ զլանա, հենց այս պահի նորից կկրկնեմ, թե ինչ ենք պատրաստում։ Շատ հարուստ վիտամիններով մի աղցան, ինչի համար մեզ անհրաժեշտ է կանաչիների միքս տարբերակ, որը բազմապիսի շատ հետաքրքիր կանաչիներ է պարունակում այս զամբյուղը իր մեջ, եւ իհարկե ունենք հավի կրծքամիս, ասես թե հիմքը հանդիսանալու է նաև հավի կրծքամիսը, ունենք նարինջ, ունենք տանձ, հնդկական ընկույզ եւ իհարկե ամենավերջում պանիր եւ բալզամիկ սոուս ենք ավելացնելու, շատ հետաքրքիր է լինելու։ Մինչ այս ամենը մենք փորձեցինք կեղևահան անել նարինջը, այսինքն սպիտակ թաղանթը հեռացնել նարնջի վրայից, կտորների վերածեցինք, ահա այսպես արդեն պատրաստ է նարինջը։ Հիմա կսկսեմ կտրատել տանձը։ Սիրելիներս, ես ուզում եմ մի փոքրիկ հատված այս գլխիկի հատվածը կտրել եւ այսպես պարզապես պոչիկով պահել, որպեսզի վերջում գեղեցիկ ձևավորում անենք, սա այսպես կմնա առայժմ, իսկ մնացածը արդեն կկտրատենք, մեզ պետք է բնականաբար միջուկը մաքրել եւ կտորների վերածել։ Ես մեջտեղի հատվածը եւս կհեռացնեմ եւ կսկսենք կտրատել եւ շատ կցանկանամ, որպեսզի այսպես բարակ գեղեցիկ շերտեր անենք, ոչ թե ամբողջական կտորներ լինի, այլ բարակ գեղեցիկ շերտեր։ Ահա այսպես փորձեմ այս հատվածից, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի մեր աղցանը, ավելի հետաքրքիր եւ իհարկե համը շատ ավելի այսպես նուրբ կզգանք աղցանի մեջ։ Չգիտեմ, փորձենք տեսնենք ինչպես կստացվի։ Ահա, կտրատեմ եւ թողնեմ այս ամանի մեջ։ Անպայման միջուկը հեռացնենք, որպեսզի մեզ չխանգարի։ Երբ սոուսը ավելացնենք, բոլոր համեմունքները ավելացնենք, ավելի նրբին կդառնան այս տանձի կեղևները, այսինքն կտորները, եւ ավելի հեշտ կլինի ճաշակելը։ Իմիջիայլոց աղցանների մեջ շատ համեղ է այս միրգը օգտագործել, խորհուրդ եմ տալիս, որոշակի աղցաններ կա, այսպես շատ համահունչ է, հատկապես կանաչեղենի հետ, խորհուրդ եմ տալիս երբեմն օգտագործել, իսկ եթե տանձի հետ ավելի այսպես հետաքրքիր համուզենակ ստանաք, կարող եք խաղողի հատիկներ էլ ավելացնել, հավատացնում եմ չեք փոշմանի, այնքան համեղ է ստացվում, որ էլ ասելու չէ։ Այսպես եւ հաջորդ կտորն էլ կտրատենք ու անցնենք առաջ։ Ահա, հիմա սիրելիներս պետք է հավի կրծքամիսը կտրատենք։ Հավի կրծքամիսը կարող եք նաև բսկտել, այսպես ասած թելիկների վերածել, բայց մի տեսակ աղցանի մեջ գեղեցիկ չի նայվի, այդպես եմ կարծում, դրա համար խորհուրդ կտամ ավելի լավ է կտրատել փոքր մանր կտորների կամ ինչպես դուք եք ցանկանում, եթե ձեզ հաճելի է մեծ կտորներ տեղադրել, ապա շատ գեղեցիկ կլինի, ինչու ոչ։ Կարելի է էլի այսպես տանձի նման ինչպես կտրատեցի, այ հենց այդպես բարակ շերտերով կտրատել նաև հավի կրծքամիսը, շատ գեղեցիկ կլինի։ Բայց ես հիմա փոքրիկ խորանարդերի կվերածեմ, կամ ոնց կստացվի ամեն դեպքում շատ պարտադիր պայմաններ չկա այստեղ։ Խոհանոց է ստեղծագործեք ոնց ձեզ հարմար է, ինչպես ձեզ հարմար է։ Որպես այդպիսին սա հատուկ բաղադրատոմս չէ, սիրելիներս, համադրությունը ինքս եմ գտել, մտածելով, որ շատ գեղեցիկ համադրություն է, շատ համահունչ եւ օգտակար համադրություն է, այնպես որ դուք էլ կարող եք ձեր տարբերակները փնտրել, գտնել, պատրաստել ու ճաշակել։
Այսպես։ Շատ սիրելի Ադրին է։ Ողջույն, Սոնաս, ողջույն։ Ինչ լավ բաներ է ձեռնարկել այսօր իդեպ այսպես շատ եւ գարնանային է եւ այսպես մարտի վերջյան է։ Շատ եւ երկու շաբթի օրվա է, չգիտեմ ինչպես այս բոլոր համադրությունները մեկտեղ էլ։ Ինձ թվում է նաեւ խոսքդ կտրում եմ երևի թե, բայց շատ քեզ քո նրբությանը համահունչ։ Ես կարծում եմ, որ չգիտեմ, դու շատ կհավանես, շատ կսիրես եւ հուսով եմ, որ կօգտվես վերջում այս ամենից, բայց ես թվում է քեզ շատ սազում է այս աղցանը։ Այո, եւ իդեպ դու նշում ես, որ ինքդ ես գտել, հորինել, ստեղծել այս աղցանը։ Ես բարբերաբար երբ այսպես սկրոլ եմ անում տարբեր համացանցային էջեր եւ նման ինչ որ բաղադրատոմսեր եմ տեսնում, բոլոր ուզում եմ քեզ ուղարկել, հետո մտածում եմ, բայց երևի դու ավելի լավ գիտես բոլորից ու այսպես չգիտեմ, չեմ ուղարկում, ինչ կասես, ուղարկեմ թե ոչ։ Այո, իհարկե, ուղարկի, որովհետեւ շատ հետաքրքիր է, այնուամենայնիվ խոհանոցը այնքան բազմապիսի է եւ բոլորը այնքան հետաքրքիր, ես երբեմն կհավատաս, որ այդպիսի հոլովակներ եմ տեսնում, զարմանում եմ, օրինակ մտածում եմ, այս մարդը ոնց հորինեց այս ամեն ինչը, ոնց համադրեց, ոնց կարողացավ ինչ որ նոր բան ստեղծի։ Շատ հետաքրքիր է եւ իհարկե գրավիչ, հատկապես այն մասնագետ մարդկանց հոլովակները, երբ դիտում եմ շեֆ-խոհարարների, այսպես գեղեցիկ համադրությունները, ոնց են մարդիկ մտածում, որ սրա հետ ինձ ամենաշատ շարժումներն են գրավում, այսպես շատ արագ եւ շատ այսպես ինչ որ աճպարարական այո, շատ ճիշտ ես ասում, ինձ էլ շատ գրավում է այդ ամենը եւ վերջում նրանց մատուցումը շատ է գերում մարդուն, այնպես որ չգիտեմ, իհարկե, եթե հնարավորություն կա այդ հոլովակները ինձ էլ ուղարկելու, ես մեծ սիրով կընդունեմ եւ կփորձեմ ինչ որ կերպով այստեղ իրագործել։ Ահա, հրաշալի է եւ քանի որ նշեցիր, որ քեզ գրավում են, զարմացնում են այդ հոլովակները, ես վստահ եմ մեր հեռուստադիտողներին էլ քո պատրաստածներն են գրավում եւ հետաքրքրում եւ շատ անգամներ իրենք նայելով ասում են հետաքրքիր է այս համադրությունը ինչպես արեցիր։ Ես հուսով եմ, որ հենց այդպես է։ Իհարկե, հենց երեք մի հոգի ինձ ասաց, որ գործընկերս նայում է ու ասում է, որ Ադրինեն, այո, համեղ բաներ է պատրաստում, անխորժալի բաներ է պատրաստում։ Ես հուսով եմ կարողանում եմ որոշ չափով մեր սիրելի հեռուստադիտողին հուշում կատարել կամ օրվա առաջարկ անել, շատ հույս ունեմ, որ դա այդպես է եւ մշտապես ասել ենք այս մասին, որ կարող են մեզ հետ կիսվել, հատկապես ինձ հետ նամակագրություն ունենալ բաղադրատոմսերի մասին, կերակուրների մասին, յուրաքանչյուր թեմայով, ինչով կարող եմ մեծ սիրով իհարկե օգտակար կլինեմ։ Վստահաբար եւ կարծում եմ այն բազմաթիվ նամակները եւ մեկնաբանությունները, որոնք առաջին ծրագրի էջին են գալիս, փաստում են այն մասին, որ դու իրոք շատ օգնում ես եւ թեթևացնում ես մեր հեռուստադիտողների հոգսը, որովհետեւ իսկապես ինչ պատրաստել ամեն օր ինչ պատրաստելը հեշտ հարց է, եթե դա 1-2 օրվա է վերաբերում, բայց եթե ինչ պատրաստել ամեն օր, կարծում եմ նման հաղորդումները եւ նման տարբերակները շատ հեշտացնում են մեր բոլորի գործը։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ այդպես է եւ իհարկե ասացի, մշտապես պատրաստ եմ օգնել յուրաքանչյուրիդ։ Եվ իհարկե ասեմ, որ հավի կրծքամսի վրա լցնում ենք մի փոքր աղ, միայն օգտագործելու եմ այս պարագայում դասական տարբերակը, իհարկե սև պղպեղ միայն եւ կխառնենք, կթողնենք այսպես մի կողմի վրա մինչեւ անցնենք մյուս գործողություններին։ Իսկ մյուս գործողություններն են արդեն ինչպես նշել եմ, հնդկական ընկույզը մի փոքր պետք է տապակենք, որպեսզի բույրը եւ համերը այսպես բացվեն եւ այնտեղ կավելացնեմ մի փոքր էլ մեղր, որպեսզի շատ ավելի հագեցնող եւ հարուստ համ ստանա մեր աղցանը, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակությունը տեսնեք։ Այս պահի համար երևի թե այսքանը մենք ընդամենը պետք է աղով շաղախենք մեր կանաչին, այսպես քանի որ հարուստ սոուս ենք պատրաստելու, ես ավելորդ այսպես համեմունքներ չեմ ուզում կանաչուն ավելացնեմ, առայժմ կսպասենք։ Ահա, նույն ամեն ինչ խոհանոցում պարզ է, հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ողջունում եմ եւ մաղթում եմ բարձր տրամադրություն եւ ասեմ թե մինչ այս պահը մենք ինչ ենք արել։ Սիրելիներս, հավի կրծքամիսը արդեն համեմել ենք աղով եւ սև պղպեղով ու թողել ենք մի կողմի վրա։ Եվ այստեղ իհարկե արդեն ամանի մեջ լցնեմ աղցանի այս գեղեցիկ, այս նուրբ տերևները, ինչպես ասացի, շատ բազմապիսի, այսպես կանաչիներ են, միքս տարբերակ է կոչվում, կարող եք խանութից այն շատ հանգիստ ձեռք բերել, ես նույնիսկ չեմ կտրատում, որովհետև այն հենց այսպես է գեղեցիկ, կարիք չկա կտրատելու։ Եվ շատ գեղեցիկ է եւ շատ օգտակար վիտամիններով հարուստ։ Ահա սիրելիներս, մի փոքր աղցողեմ, հենց այսպես ձեռքով փորձենք շաղախել աղով, էլի թողնենք մի կողմի վրա։ Ահա, այստեղ եթե հիշում եք, մենք ունեինք տանձ եւ նարինջ, ահա տանձը կտրատված այսպիսի բարակ շերտերով, ես կարող եմ հենց այս պահին ավելացնել մեր հավի կրծքամսի վրա, ինչու ոչ, կարելի է խառնել եւ իհարկե կարելի է այստեղ խառնել նաեւ մեր կեղևահան եղած նարինջը, լցնեմ նաեւ նարինջը։ Խառնենք, թող բոլոր համերը միախառնվեն ու այս ամենը վերջում ավելացնելու ենք մեր կանաչու վրա։ Ահա, խնդրեմ։ Թողնենք մի կողմի վրա, հիմա, ինչպես նշեցի, մենք պետք է սոուս պատրաստենք, իսկ սոուսի համար մեզ անհրաժեշտ է կես նարնջի հատվածը քամել, բավականին հյութեղ, հյութալի նարինջ է, ես կարծում եմ, պետք է որ բավականացնի այս հյութը մեր աղցանին, եւ ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, հիմա այս հատվածը, այս կես հատվածը, ես կեղևը դեն չեմ նետի, ուզում եմ օգտագործենք մատուցելիս, սա թողնեմ մի կողմի վրա, պարզապես պետք է փորձել այս մաքրել ներսի հատվածը, այսպես ձեռքի օգնությամբ թեկուզ, ես կմաքրեմ ներսի հատվածը եւ այս ամանիկը կօգտագործենք, շատ գեղեցիկ եւ հետաքրքիր կստացվի։ Մի խոսքով ես սա հետո կմաքրեմ, ամբողջությամբ այս միջուկը կհեռացնեմ եւ մաքուր վիճակում արդեն կօգտագործենք։ Սա թողնեմ առայժմ մի կողմի վրա, սրանով ես հետո կզբաղվեմ եւ իմիջիալոց շատ քիչ կիտրոն ունեմ, կարելի է նաեւ կիտրոնը քամել, որպեսզի ավելի այսպես վիտամինային խումբը ապահովենք։ Ահա, այսպես։ Սա թողեցինք մի կողմի վրա եւ հիմա փորձենք տապակել մեր հնդկական ընկույզը։ Ես շատ փոքրիկ թավա եմ վերցրել, ներեցեք, փոքրիկ թավա եմ վերցրել, որովհետեւ քիչ է ընկույզը, այնպես անհրաժեշտություն չկա մեծ թավայի։ Ահա, կթողնենք այստեղ կտապակվի եւ ընթացքում նաեւ ինչու ոչ կավելացնեմ մի փոքր մեղր, համարյա 1 ճաշի գթալ մեղր կավելացնեմ այստեղ։ Եվ այս ամենը կխառնենք մեր հյութի հետ, նարնջի եւ կիտրոնի հյութի հետ։ Այսպես թող մնա գթալը մեջը, մեղրը ինքը կհալչի։ Ես կարող եմ դանակի օգնությամբ ապահովել դա։ Ահա, եւ այս ընթացքում արդեն սկսեց հալչել, ահա մի փոքր կրակը պետք է ցածր լինի, սիրելիներս, որպեսզի մեղրը չայրվի, այլ պարզապես հալչի։ Եվ հիմա այս ընթացքում մենք պանիրը շերտատենք։ Պանիրը կտրեք ոնց ցանկանում եք, ձեր նախընտրած ձևով բնականաբար, ես կփորձեմ այսպիսի եռանկյունի կտրել եւ իհարկե
Այսպիսի կտորներ եմ ուզում անենք։ Էլի շատ բարակ։ Պետք է շատ զգույշ լինեմ, որ չայրվի մեղրը։ Ահա, մի փոքր նույնիսկ կարելի է շատ աննշան հյութ ավելացնել։ Ընտիր։ Սա թող մնա եւ մենք պանիրը իհարկե շերտատենք ու շատ գեղեցիկ կմատուցենք մեր աղցանի վրա։ Սակայն կարող եք ամենավերջում հենց ձեռքով պարզապես այսպես փշրել ամբողջ աղցանի վրա պանիրը։ Դա թողնում եմ ձեր ճաշակին, ոնց դուք կցանկանաք։ Այսպես։ Ահա, առայժմ այսքանը թող մնա, տեսնենք, եթե ընթացքում պետք կլինի ուրեմն էլի ավելացնել պանիր, անպայման կավելացնենք։ Շատ գեղեցիկ տապակվում է մեր այս ուրեմն ընդեղենը։ Հիմա ինչ ենք անում, սիրելիներս։ Արդեն պետք է ավելացնենք մեր բաղադրիչները։ Եվ փորձեմ մեծ գթալով այն խառնել։ Չնայած ես նախընտրում եմ այս բոլոր նուրբ բաղադրիչները ձեռքով խառնել, ինչը երևի թե հենց հիմա կանեմ, այս պահին կլինի դադար, սիրելիներս, դուք մնացեք մեզ հետ, որպեսզի շարունակությունը, այսինքն ավարտը տեսնեք, թե ինչպիսինն է։ Դադար մեր եթերում կհանդիպենք։ Իսկ մենք հետևում ենք նաև սննդակարգին, սա շատ կարևոր, իսկ այս առավոտ Ադրինեն պատրաստում է այնպիսի աղցան, որը հատուկ է սպիտակուցների բաղադրությամբ եւ իհարկե այն կարևոր վիտամիններով, որոնք մեզ հատկապես պետք են այս գարնանային օրերին։ Այդպես չէ, Ադրինե։ Այո, իհարկե հենց այդպես է, սիրելի Սուրեն ջան, ողջույն եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողին ու ասեմ, որ իսկապես այսօր պատրաստում ենք շատ վիտամիններով հարուստ մի աղցան, ինչի համար մեզ անհրաժեշտ էր կանաչիների մի մեծ փունջ, նարինջ, հավի կրծքամից տանց եւ իհարկե այստեղ արդեն պետք է համեմենք մեր հնդկական ընկույզով եւ մեղրով այս սոուսը, որը շատ հիանալի համ եւ տեսք կտա մեր աղցանին եւ իհարկե այս կիտրոնի եւ նարնջի հյութը եւս պետք է ավելացնենք մեր աղցանին, այսպես գեղեցիկ, սիրունիկ, անուշիկ ու այսպես եւ ես պետք է հագնեմ ձեռնոցներ, եթե կարելի է խնդրում եմ, շնորհակալ եմ ու ձեռքով պետք է փորձենք խառնել, եթե տանը լինեի բնականաբար առանց ձեռնոցների կխառնեի, հիմա այս պահին իհարկե կհագնեմ ձեռնոցներ, որպեսզի այսպես չվնասենք որևիցե բաղադրիչի եւ ավելի թարմ վիճակում թողնենք։ Ահա կանաչին թռչում է, բայց ոչ։ Ես շատ եմ սիրում կանաչիների այս փունջը, հատկապես ռուկոլան եմ շատ սիրում, որը ունի յուրահատուկ համ, եւ գիտեմ, որ ռուկոլան նաեւ շատ հիմա աճացնում են Հայաստանում։ Այո։ Այնպես որ խանութներում շատ հասանելի է եւ հայկական տարբերակը կա, այսինքն հենց այստեղ աճեցված եւ ելի նույն համը պահպանվում է, այնպես որ շատ օգտագործեք, ռուկոլան բավականին օգտակար է եւ ունի շատ էլեմենտներ մեջը, որը նպաստում է առողջության բարելավմանը։ Շատ ճիշտ է, այո, հայկական տարբերակը կա, այնպես որ շատ հանգիստ եւ իմիջիայլոց չսարսափեք անվանումից մտածելով, որ պետք է այն շատ թանկարժեք կանաչի լինի, ոչ ամենևին, բավականին մատչելի է, հասանելի է, այո, կարող եք հանգիստ ձեռք բերել եւ օգտագործել։ Կարող եք նաեւ իմիջիայլոց նշեմ, որ այս միքսը, եթե չեք ուզում պատրաստի տարբերակը գնել, այս միքսը կարող եք ինքներդ հավաքել։ Մի փունջ ռոկոլա վերցնեք, մի փունջ բազուկի տերևներ վերցնեք, սպանախի տերևներ վերցնեք, հազարի տերևներ վերցնեք եւ կստանաք այս միքսը, այնպես որ հնարավոր է սեփական ուժերով էլ հավաքել այս միքսը։ Դե ինչ ենք անում։ Հիմա ես շատ զգուշությամբ ոչ թե
հենց կանաչու վրա ավելացրեցի բուսայուղ, այլ ամանի եզրերին ավելացրեցի, որովհետև բուսայուղը ստիպում է շատ արագ ծանրանա կանաչին, ես չեմ ուզի այդպես լինի, այսպես պարզապես ամանի եզրով մի թեթև ցողեցի բուսայուղով։ Համարյա մեր աղցանը սիրելիս պատրաստ է, այստեղ որից է ավելացնելու ես բան չունեմ, այո, ամենավերջում գեղեցիկ կմատուցենք, պանիրը կավելացնենք, մատուցելիս կավելացնենք պանիրը եւ իհարկե բալզամիկ սոուսը։ Դե եթե ամեն ինչ ներկայացվեց, ամեն ինչ պատրաստ է, քիչ հետո արդեն կմատուցվի, իսկ մինչ այդ մենք տաղավարում կողջունենք մեր հյուրին եւ կունենանք շատ հետաքրքիր զրույց։ Մնացեք մեզ հետ, բայց ամենակարևորի մասին պիտի նշենք Ադրինե, որ այս ամեն ինչը պատրաստվում է հենց այն տրամադրությամբ, որը ներկայացնում են նաեւ մեր ընկերները, գործընկերները։ Ուզում հատկապես, քանի որ դու այստեղ պանիր ես օգտագործում, առանձնացնել էլոլային, որովհետեւ կատնամթերքի լայն տեսականին էլոլան ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս պանիրներ, իհարկե կատնամթերք, այս ամենը շատ կարևոր են, սպիտակուցային մեծ պաշար են մեր օրգանիզմի համար։ Դե իսկ օրվա ընթացքում էլ տարբեր սնունդ օգտագործելու ցանկության դեպքում Իջևանի գինու գործանի կողմից ներկայացվող պահածոների լայն տեսականին հաստատ կգա օգնության եւ շատ արագ ու շատ համեղ տնական տրամադրությամբ սնվելու տրամադրությունը կտա բոլորիս, այնպես որ հարցրեք յուր բոլոր խանութներում եւ իհարկե վայելեք եւ չմոռանանք, եթե խոհանոցում եք աշխատում, ապա տրամոնտինան ձեզ օգնության է հասնում։ Պարագաներ, որոնք ունեն հատուկ ծածկույթ, որոնց վրա չեն հավաքում թունավոր բակտերիաները։ Կարևոր է սա նաեւ շատ կարևոր է փոքրիկ երեխաներին ճաշիկներ պատրաստելու պարագայում։ Հարցրեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում եւ հասանելի են ոչ միայն սիրողական խոհանոցի համար, նաեւ պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում։ Այնպես որ այս առիթից օգտվեք, հավատացնում ենք, բոլորս հավատացնում ենք միանման, որ շատ լավն են, մթերքները շատ համեղ են, իսկ սպասքը եւ բոլոր պարագաները շատ հարմարավետ։ Այս պահին էլ կարճ դադար, հետո արդեն կշարունակենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա եկավ այն պահը, որ պետք է զարդարենք մեր ամանները։ Ես մի աման մոտավորապես արդեն սկսել եմ պատրաստել, բայց շարունակությունը միասին կանենք, հաջորդ ափսեն էլի միասին կզարդարենք։ Ահա տեսեք, երկու նարնջի այսպես շերտ ունեի եւ տեղադրել եմ մեր գեղեցիկ շատ սիրուն ամանի մեջ եւ իհարկե տեղադրել եմ նաեւ մեր աղցանը։ Այսպես առատորեն ավելացնենք բոլոր բաղադրիչները։ Տեսեք որքան սիրուն տերևիկ է եւ կարելի է հենց այստեղ երևացող հատվածում դնել այն։ Եվ այսպես մրգերն էլ կարողանանք շատ գեղեցիկ տեղադրել եւ մատուցել։ Ահա գույնի մասին չմոռանանք, անպայման այս նարնջագույնը, կանաչը եւ սպիտակը շատ համահունչ են։ Այսպես Այստեղ շատ արագ ցողեմ բալզամիկ սոուսով։ Ահա այս մեկ ափսեն արդեն պատրաստ է, անցնենք հաջորդին, ինչպես նշեցի, այս մյուս տարբերակը ուզում եմ մատուցենք հենց այս կեղևի մեջ։ Առաջին հերթին երևի թե այս ծանր ուրեմն մթերքները կտեղադրենք, հետո վրայից մի քանի կանաչի։ Սա էլ տեղադրեմ այստեղ, ահա այսպես կդնենք այս ամանի մեջ, հնդկական ընկույզը չմոռանանք, ինչու ոչ կարելի է զարդարել նրանով, ինչպես նաև այս հատվածում, որպեսզի երևա մենք ինչ համեղ եւ օգտակար մթերքներ ենք օգտվել։ Ահա, կարծես թե բռնեցի, բայց փախավ ձեռքից, սիրելիներս։ Ահա այսպես, ես ուզում եմ այս պահին, պանիրի մասին չմոռանամ, անպայման պետք է պանիր էլ օգտագործենք, ինչպես հիշում եք, ես կտրատել էի պանիրը եւ անպայման պետք է օգտագործենք այն։ Նույնիսկ այստեղ, մեջտեղի հատվածում կարելի է դնել։ Մի խոսքով ձևավորումը ամբողջովին թողնում եմ ձեր կամքին, այսպես, եւ իհարկե այստեղ ուզում եմ ափսեն ձևավորել նաեւ բալզամիկ սոուսով, որ մի փոքր այսպես ռեստորանային տեսք հաղորդեք, նարնջի շերտը կդնեմ կողքին եւ այս պոչիկը տանձի, որ պահեցինք, ահա սա էլ կտեղադրենք այստեղ, որպեսզի շատ ճոխ եւ սիրուն լինի եւ մեկ պանրի կտոր ինչու ոչ այստեղ։
Ահա, փորձեմ մոտեցնել, որ ավելի այսպես երևացող լինի մեր աղցանները, մեր ձևավորումը, ահա խնդրեմ, սիրելիներս պատրաստեք, ստեղծագործեք եւ ձեզ բարի ախորժակ եմ աղթում ու ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում եւ մշտապես պատրաստ եմ համեղ բաներ առաջարկել ձեզ։ Մնացեք մշտապես մեզ հետ, կհանդիպենք։